Պարոն բարեձեզ, մի հարց եթե կարելի է։ Դա ընթացակարգ է, ընդհանուր առմամբ, այսինքն մենք ունենք համապատասխան ճանապարհային քարտեզը հաստատված եւ ճանապարհային քարտեզի համաձայն կախված նրանից թե ինչպես ենք մենք առաջ շարժվում, որոշակի ուրեմն աշխատանքները կատարելուց հետո պետք է անցնենք արդեն պայմանագրի նախապատրաստմանը։ Մենք բազմաթիվ անգամ արդեն դրա մասին խոսել ենք, ներկայացրել ենք, թե ինչի մասին է խոսակցությունը գնում եւ ինչպիսի ուրեմն քայլեր ենք ձեռնարկում եւ ինչպիսի բանակցությունների մասին է խոսակցությունը գնում։ Կարծում եմ կրկնվելու հենց այսօր առիթը չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ ինտեգրացիոն process-ը, որ մենք սկսել ենք Մաքսային միության հետ, շարունակում է մնալ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը։ Այն ավանները ապահովագրվում են միայն ֆիզիկական անձանց համար, որոնք հենց այդպես կոչվում է։ Եվ առաջարկություն է եղել ազգային ժողովի պատգամավոր Բագրատյանի կողմից, որպեսզի մենք նաև օրենքը փոխվի եւ իրավաբանական անձանց նույնպես ուրեմն ավանդները ապահովագրեն։ Դրա մասին խոսակցություն է գնում։ Դա արդեն առանձին հարց է, հենց դրա մասին մենք ուզում ենք, որ անպայման քննարկումներ անենք, որովհետեւ ընդհանուր առմամբ կառավարության դիրքորոշումը դրական է։ Պետք է հաշվի առնել այնուհանդերձ, որ այս օրենսդրական ուրեմն ընդհանրապես ապահովագրությունը, տվյալ դեպքում պարտադիր ապահովագրությունը ավանդների սովորաբար կատարվում է ուրեմն այն անձերի համար, որոնք որ հնարավորություն ունեն ինքնուրույն որոշել բանկային ռիսկերը, եւ սովորաբար եթե նույնիսկ իրավաբանական անձանց համար են կիրառում, դա կիրառում են փոքր միջին ձեռնարկությունների համար։ Այսինքն մենք բազմաթիվ հարցեր քննարկում ունենք, բայց ընդհանուր առմամբ դրական է։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, նույնիսկ մենք պետք է անպայման քննարկենք այդ հարցերը, որովհետեւ մեր ուրեմն եզրակացության մեջ նույնպես խնդիրը կա, որովհետեւ մենք քննարկենք արդյոք մենք նույն ձևով ենք, նմանատիպ ենք անելու։ Տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներ են աշխատում այնուհանդերձ, բայց սովորաբար նույն մեխանիզմը պետք է կիրառել, տարբեր մեխանիզմներ կիրառելը բավականաչափ դժվարացնում է։ Բայց դա իմ անձնական հիմա կարծիքն է, դեռևս չենք քննարկել։ Մենք բանկային համակարգի խնդիր ունենք, որ արդեն իրավաբանական անձանց նույնպես փորձում ենք ինչ-որ ձևով երաշխավորենք։ Չնայած հայտարարման որ բանկային համակարգը բավականին կայուն է, եւս մեկ անգամ ապահովագրվում։ Կարծում եմ, որ բանկային համակարգի ապահովության խնդիրը չի տվյալ դեպքում, որովհետև ցանկացած երկրում իհարկե լինում են այնպիսի պահեր, երբ որ բանկային համակարգը ընդհանուր առմամբ ռիսկերի է ենթարկվում, եւ այստեղ ավելի շատ խոսքը վերաբերվում է նրան, որ ինչքան ավելի շատ են ուրեմն դեպոզիտները ապահովագրվում, այնքան ավելի ուսալի են դառնում նրանք եւ ավելի հետաքրքիր են դառնում մարդկանց համար, որպեսզի դեպոզիտներում պահեն իրենց գումարները։